ինչ կարող է անել Աննա Վարդապետյանը։ Եթե թույլ կտաք, ես կարդամ, հա, բայց խնդրեմ։ Եթե կարող եք բոլորը ներկայացնել։ Լավ է։ Հարգելի տիկին Վարդապետյան, մենք ՀՀ քաղաքացիների մի խումբ, չպատկանելով որևէ կուսակցության կամ քաղաքական շարժման, դիմում ենք ձեզ խնդրելով ուշադրություն դարձնել 18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքի միջոցին։ Դավիթ Մինասյանը դպրոցական է եւ ունի առողջական խնդիրներ, որոնք մեր համոզմամբ անհամատեղելի են կալանքի պայմանների հետ եւ կարող են վտանգել նրա առողջությունն ու կյանքի անվտանգությունը։ Բացի այդ, նա փաստացի զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից, այն դեպքում, երբ դպրոցում աչքի ընկնում բարձր առաջադիմությամբ։ Ստեղծված իրավիճակը կարող է անդառնալի ազդեցություն ունենալ նրա հոգեբանական վիճակի, կրթության եւ ապագայի վրա, ինչպես նաեւ առողջության։ Մենք համոզված ենք, որ տվյալ իրավիճակում կիրառված խափանման միջոցը անհամաչափ ծանր հետևանքներ է առաջացնում, հատկապես հաշվի առնելով Դավիթի տարիքը եւ առողջական վիճակը։ Խնդրում ենք ձեր լիազորությունների շրջանակում վերացնել Դավիթ Մինասյանի նկատմամբ կիրառված կալանքը, ձեռնարկել քայլեր, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի Դավիթ Մինասյանի կրթություն ստանալու իրավունքը։ Մենք մեր դիմումը ներկայացնում ենք որպես քաղաքացիական խնդրանք եւ մարդկային կոչ, առաջնորդվելով մարդասիրության, համաչափության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներով։ Հույս ենք հայտնում, որ դուք ուշադրությամբ կվերաբերվեք մեր դիմումին եւ կձեռնարկեք անհրաժեշտ քայլեր, կանխելու երիտասարդի կյանքի եւ ապագայի հնարավոր ծանր հետևանքները։ Նման դիմում ներկայացրել են դեռ մեկ շաբաթ առաջ փաստաբանները, խնդրելով դատախազին կիրառել իր լիազորությունը եւ փոխել կալանքը, նաեւ ընկերները, բայց այս պայդրությամբ որևէ արձագանք չկա։ Ինչքանով այս նամակին կարձակում։ Հարգելի լրագրող, ես այդ հարցին արդեն պատասխանել եմ։ Ես երբեք չեմ նայում, թե ով ինչ է արել։ Ես անում եմ ինձնից հասանելիքը եւ հույս ունեմ, որ գոնե մեր իրավաբանների, դասընկերների, ես հետևում եմ, որ էլի բավականին ակտիվ կազմակերպում են ակցիաներ, ու շատ ցավում եմ, որ այդ երեխեքը քիչ են, հա, ու կոչ եմ անում մեր մարդկանց, որպեսզի միանան, գուցե գումարվի եւ հույս ունեմ ինչ որ բանի կհասնի։ Ներսից արձագանք կա, մեզ ասեցին, որ 2-3 հոգով կարող ենք մոտենալ դիմումների հանձնելու բաժնի պետին, եթե չեմ սխալվում, ես նորից ասեցի, որ հրաժարվում եմ հանդիպել տվյալ անձի հետ, որովհետև իմ պահանջի իրեն չէ, ես կարող եմ ուղղակի թողնել եւ գնալ, հա, բայց ասեցին փորձեք, գուցե ինչ որ բան ստացվի, երբ որ Դատախազի հետ հանդիպումից որևէ լուրջ չկա։ Հա, գլխավոր մեր պահանջը դա է, ասում են մտեք, գուցե ինչ որ բան ստացվի, չեմ կարող ասել այս բանին։ Ինձ թվում է կմտնենք, երևի մի քիչ մարդկանց հետ կշփվենք, կարծում եմ արժի մենք ուզում ենք դիմումին նաև կցել մեր ստորագրությունները անուն ազգանուններով, անենք այդ ամենը ու նոր արդեն փոխենք։ Տեսեք, մի այսպիսի հարց է, դուք ասացիք գործողությունների մասով, որ չեք սպասում, տեսնեք ով ինչ է արել, չեք նայում։ Այս ակնկալիքների մասով վերջին տարիներին մենք ականատես ենք եղել բազմաթիվ քաղաքական գործերով հաշումների, խոշտանգումների, չեն խնայվել տարեց մարդիկ, բազմազավակ մայրեր, ի՞նչն է ձեզ ստիպում մտածել, որ այս անգամ գուցե խղճի մտով գործեն, եթե ոչ թե այս անգամ, ես ամեն անգամ հույս եմ ունենում, որ մեր երկրում դեռ ամեն ինչ մեռած չէ։ Այնպես չի, որ ես իհարկե խաղաղ ակցիա կազմակերպելը առաջի անգամ է, բայց իմ Facebook-յան հարթակում ես միշտ պայքարում եմ բոլոր անարդարացի որոշումների համար։ Կապ չունի տարիքով է, կին է, տղամարդ է, երեխա է, թե որ ասեմ շատ մեծ հույսեր ունեմ, բնականաբար կստեմ, բայց ինչպես ասում են, հույսը վերջում եմ նայում։ Իսկ Մարիսյան, եթե կարելի է մեկ հարցել, օրինակ դուք ինչ ուղղություն եք այն մայրերին, որոնք ունեն տղա երեխաներ, եւ չի բացառում, որ վաղը օրինակ նման դեպք պատահի նաեւ իրենց տղաների։ Ես առհասարակ ուղերձ ունեմ մեր հայ ազգին, բոլոր գիտակից մարդկանց չվախենալ ոչինչից եւ պայքարել մինչեւ վերջ։ Գիտեք, Facebook-ում պայքարելը բավականին հեշտ է։ Ուղղակի 1+ դնելով կամ ուղղակի 1 լայք դնելով։ Իհարկե վերջի ժամանակներում մենք տեսնում ենք, թե լայքերի պատճառով ինչքան մարդկանց են աշխատանքից հանում, բայց ամեն դեպքում
իսկ գալ իրական կյանքում պայքարել ու մինչև վերջ գնալ, ես մարդու մեջ շատ հարգում եմ դիսցիպլինա ասվածը։ Եթե մենք ամեն մեկս մեր մեջ ունենանք այդ դիսցիպլինա ասվածը, վստահ եմ, որ լիքը բաների կարող ենք հասնել մեծականակ համախմբման դեպքում։ Նկին Հովանեսյան, մի այսպիսի հարց դուք չեք կարծում, եթե այսքան լուսաբանվում է, ավելի մեծ հանրային հնչեղություն կունենա եւ հանրային ճնշումը կստիպի, որ վերանայվի որոշումը եւ խափանման միջոցը փոխվի։ Ես հույս ունեմ, որ հենց այդպես է կլինի։ Հենց դրա համար եմ ես խնդրել բոլոր լրագրողներին միանալ մեզ, որովհետև դուք ահռելի աշխատանք եք կատարում եւ ձեր շնորհիվ հատկապես վերջերս տեսնում ենք ինչքան հարցեր են բարձրաձայնվում ու շատ մեծ հույս ունեմ, որ հանրային ճնշման արդյունքում կվերանայվի Դավիթի նկատմամբ կալանք։ Շնորհակալություն։